Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Թումանյանը։ Եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ապա նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք մեզ հետ և հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր ինստագրամյան, յութուբյան և տիկտոկյան ալիքներին մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Բարև ձեզ։ Եթերում է Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Թումանյան։ Բարև Նարեկ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում ես։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նարեկ ջան, ընդհանուր խոսել ենք արդեն հաղորդման ֆորմատի վերաբերյալ, բացման խոսքով, եթե ուզում ես հանդես գալ, խնդրեմ, հետո արդեն ում մեր հիմնական զրույցին անդրադառնանք։ Դե սիրով ողջունում եմ մեր դիտողներին, ասում ենք հարկ բոլոր ժամանակների հերոսներին ու մաղթում եմ մեզ անխափան եթեր, տեսնենք ինչ կստացվի վերջում։ Մենք ենք նախ շնորհակալ եմ ևս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Դե արդեն հիմնական զրույցին մինչ անդրադառնալը կուզենանք քո կյանքից մի քանի բան իմանալ, այնմինչև զինվորական ծառայության մեկնել է ինչով էր զբաղվում, ուներ մասնագիտություն, չուներ հիմնական զբաղմունքները որոնք էին։ Մինչև ծառայության անցնելը ու ծառայությունից հետո էլ երգել եմ, մասնագիտությամբ երգիչ եմ, հիմնականում մասնագիտացված եմ ժողովրդի երգեցողությամբ, ներկա պահին էլի զբաղվում եմ երգեցողությամբ, հիմնական զբաղմունքս դա է։ Այս բանակի մասին ինչ կարծիքներ ուներ, ինչ ծառայություն գնալը, ինչ էր լսել ու որ գնացիր արդեն ինչպես փոփոխվեց։ Պատկերացումներն ու ոնց որ սպասելիքներն արդարացան։ Դե բնականաբար միջև ծառայության մեկնելը այստեղից այնտեղից լսած պատմություններով մի քիչ ավելի ճոխ ես պատկերացնում բանակը, այլ ես պատկերացնում, բայց գնում ես հասկանում ես, որ բանակը ինքն իրեն շատ հետաքրքիր տեղ է ու այդ լեգենդները, որ հյուսվել է իր ամեն մեկի իր ծառայությունից պատմելով, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, այլ ավելի ռեալիստիկ ու ավելի ճիշտ տեղ է, քան ներկայացնում են, այսպես ասեմ։ Ֆիլմերի կամ չգիտեմ օրինակ դրա բանը չկար ոնց որ ֆիլմերում ներկայացում։ Ну, ֆիլմերից ներկայացումից բոլորից հայտնի բանակում սերիալն է ծանոթ եղել, որ նայել եմ։ Ընդհանուր մթնոլորտը շատ սիրուն նկարագրում է բանակում սերիալը, բայց հենց բուն բանակի գործողությունը կարծում եմ մի քիչ ուրիշ է, բայց առօրյայի առումով համաձայն եմ, որ հենց սերիալը նկարագրել է շատ ճիշտ ու դիպուկ Երբ ես գնացել բանակ, իսկ ինչ ոնց է կողմը ծառայությունը մեկնարկել։ Գնացել եմ 2020 թվականի հուլիսի 22-ին։ Ծառայության եմ մեկնել Հադրութի զորամասում, բայց քանի որ կորոնայի շրջաններ բոլորիս հայտնի, սկզբնական շրջանում չտեղափոխեցին հենց Հադրութի գումարտակ, Հադրութի գունդ։ Սկզբնական շրջանում տեղափոխեցին Մարտունի 2 զորամաս, 1 ամիս այնտեղ անցկացնելուց հետո նոր տեղափոխվել ենք Հադրութի գունդ։ Այն կարանտինի ընթացքում ավելի խիստ է երևի ձեր մոտ անցել Մարտունիում։ Հա, բնականաբար ավելի խիստ է, քանի որ նոր ենք գնացել։ Ադապտացիա։ Որ ասեմ ինչ-որ բարդություններ եղել են ադապտացիայի, չէ, տեսակով բանի հետ կապված գրաֆիկին համով։ տեսակով հարմարվող անձնավորություն եմ, երբ դրա հետ կապված ցանկացած միջավայրում հանգիստ կարամ հարմարվեմ ու շատ բարդություններ չի եղել, այդպես ասած։ Կրակային պատրաստություններ իսկ այդ կարանտինի ընթացքում ունեցել եք, արդեն ստացվում էր կրակել։ Կարանտինի ընթացքում չէ, գնացել ենք Հադրութ, եթե ճիշտ եմ հիշում, իհարկե, այնտեղ նոր արդեն կրակային պատրաստությունների գնացել ենք։ Սկզբնական շրջանում կրակել եմ AK-74-ից, որից հետո հաստիքս դարձավ կորդ գնդացրորդ։ Մոտ 2 անգամ հասցրել եմ կրակել հենց կորդ զենքից, որով եւ կռիվը շարունակել եմ պատերազմի ընթացքում, եղել եմ։ Իսկ ըստ քեզ այդ զենքը ինչ հնարավոր է մարտական խնդիրներ լուծի, ինչ ուժգնության ինչ շատ հզոր զենք է իրականում ու շատ պահանջված էր հենց մեր կռվի օրերին, հենց մեր խրամատում, որովհետև ինքը ոչ միայն հետևակի համար է, այլ հնարավոր է նրանով կանգնացնել օրինակ տեխնիկայի, հա, թեթև զրահատեխնիկայի օրինակ տանկի, ցեպա, այսպես ասած, հնարավոր է կտրել, կանգնացնել, իր հնարավորությունը թույլ է տալիս էլի այդ զենքի։ Ընդհանուր իսկ արդեն Հադրութի գունդ տեղափոխվելուց հետո
ոնց դասավորվեց դուք հիմնականում ձեր առօրյան դե կորոնավիրուսային այս կողմենքում ինչ պայմաններում եք հասկացնում։ Կորոնայից որ ասեմ, բանակում զգացել ենք այն, որ կորոնա է, որ Ամեն ինչ դե փակեր։ դե իրականում հենց պատերից ներս բոլորը շփվում ենք իրար հետ, այդ կորոնայի այդ հեռավորություն պահելը հենց գնդի ներսում հնարավոր չէր։ Սակայն ամեն շաբաթվա վերջ մենք անցնում ենք արյան անալիզ ենք տալի, որից հասկանում ենք կան վարակվածներ, թե ոչ։ Միակ խնդիրը կորոնայի դա է եղել, որ մենք ամեն շաբաթ ոնց որ այդ արյան անալիզն ենք տալիս, բայց հադրութի պոլկը որ ես այսպես չակերտերի մեջ ասեմ, սիրահարվել է այդ տեղին, որտեվ շատ հրաշք տեղեր էր իրականում։ Հա, բնությունը, տեսարանները, այդ ծխելու վայրերը, որ կա, որ նստում էին ուղակի ծխեին, այնպիսի տեսարաններ բացվում, որ ես կարայի ժամերով նայի այդ տեսարանին ու չհոգնեի, ինքը շատ գեղեցիկ տեղ էր։ Ու ամենաշատ երևի կարոտում եմ այդ տեսարանները։ Իսկ արդեն սեպտեմբերի 27-ին Զորամասում եք գտնվում, ոնց սկսեց ձեր համար Այդ օրվա մեկնարկը ժամային տեսանկյունից եթե քիչ ինչ հաջորդականությամբ փորձեմ ժամային հերթականությունները մոտավոր հստակ կասեմ, բայց հենց ժամերով հնարավոր է մի քիչ տատանվեմ։ Օրը Կիրակի էր, Կիրակի օրերին մի քիչ գրաֆիկը, հա, գրաֆիկը ավելի թույլ է լինում, թեթև է լինում ու վերկացը ավելի ուշ է լինում։ Հիշում եմ, որ ժամը 6-ի փոխարեն միշտ լինում էր վերկացը 6-ին, 7-ին էինք զարթնում։ Մի պահ զարթնել եմ 6:10, նայել եմ, հա, հենց այդ օրը։ Դե սովորական առավոտ նայեցի, բոլորը քնած են, զինվորի համար այդ քնելու 10 րոպեն էլ հաստատ կարևոր է։ Ասեցի քնեմ հանգստանամ։ Քնում եմ, սովորական վերկաց է լինում, մի փոքր ուշացած, մենք պետք է ժամը 8-ին ճաշարան լինեինք, 7-ին որ պետքա վերկացը լիներ, մի 10 րոպե ուշացրել էին տղաները, դե Կիրակի էր, մի քիչ ներելի էր կարելի էր այդ պահը։ Քանի որ ուշ ենք զարթնել, մի քիչ ավելի տեմպով ենք պատրաստվում, հիշում եմ, որ մեր դասակի հրամանատար սենց չակերտերի մեջ ասած մեզ պատժում էր, որ ուշ ենք զարթնել, գնում ենք բոլորս լվացարան են մի հոգի լվացվողի հետևից, հետո բոլորս մտնում ենք այդ քնելու վայրը, ով քնած է իրան հանում ենք, մի խոսքով բոլորը միջև շարվել, պատրաստ լինենք, որ գնանք ճաշարան։ Թիմային, հա, այսինքն մի հոգու համար բոլորը գնում էին, որ ինքը պատրաստ էր վերջացնել, հետո նորից գալի շարվում ենք։ Հիշում եմ այդ պահը, որ շարվեցինք, մեր լեյտենանտը, ով պատասխանատուն էր այդ օրվա, մի քիչ շատ էր սիրում խրատական դասերով մեր հետ խոսալ, այդպես որ շարեց, շատ լավ այդ տողերը մեջս տպավորվել, որ միշտ խոսում էր կռվից, պատերազմից, որ դեռ ճանապարհ ունենք զարգանալու, պետքա հասկանանք ուր ենք եկել, պատրաստ լինենք ցանկացած պահի կռվին, հենց այդ օրն էլ այդ թեմայով էր խոսում, որ սենց ներկայացնում էր ինչա կռիվը մի քիչ ավելի ցես ուրիշ ձեզ դրսևորեք պետքա զարգանաք ու մի տենց հարվածի ձայն լսեցինք, ավելի խուլ հերվում, բայց ապակիները ցենց տղրդացին։ Դե խոսում էինք այդ ընթացքում, մենք իրան լսում ենք, մի պահ ցենց պաուզա տվեց, կանգնեց, ցենց նայեց կողը հասկանա ինչա կատարվում, մեկը հասկացա, որ էլի չի կմփում, ենթադրեցինք բոլորս, որ կարակային դաշտում ինչ-որ պարապմունքներ ա լինում։ Նորից շարունակեց իր խրատական դասերը, դե ժամանակ կար իմ մտածելով ժամանակ էր այտենց ցկում, որ գնանք մենք ճաշարան։ Մեկ էլ ավելի մոտիկից նույն պայթյունի ձայնը, պայթյուն դե արդեն մենք չենք հասկանում հələ պայթյունա թե չէ։ Ձայնը լսեցինք, տղրդոցը լսեցինք, ապակիները էլ ավելի ուժեղ սենց տղրդացին, այդ ժամանակ ասեց մնացեք ձեր տեղում, դուրս գամ տենամ ինչա կատարվում։ Դուրս եկավ ու ներս եկավ հայացքը մի փոքր ավելի փոխված ու սառնացած, ոնց որ իրականացել էր այն, ինչի մասին ինքը խոսում էր, ու ասեց, որ պատերազմ է, ու այդ տողերը տենց ոնց որ շատ տենց հիշողությանս մեջ լավ տպվել է, որ դուրս եկավ ներս, ասեց պատերազմ է, բայց դե մեր ռեակցիաները բնականաբար ինչ որ սառը ռեակցիաներ, անհասկանալի ռեակցիաներ չենք հասկանում ինչա պատերազմը, լսել ենք պատերազմ, բայց ինչա պատերազմ, ինչ պետք է անենք, բան, ճիշտ է մենք տենց փորձեր արել ենք տագնապի դեպքում ինչ պետք է անենք, բայց դե բնականաբար որ գալիս են ասում են պատերազմը, արձագանքը ուրիշ է լինում։ Մարտական տագնապը առաջին։ Հա, ասելուց հետո արդեն հիշում եմ գումարտակի հրամանատարի հրամանով Ղազարյան Դավիթներ, ներկայիս Արցախի հերոս, որ ասեց արդեն
մարտական տագնապ, դե տագնապի դեպքում ինչպես գիտենք, Աստիկացուցակի։ ըստ հաստիկացուցակի մտնում ենք այդ զինանոց, ստանում ենք մեր զենքերը, հետո շարունակությունը պարզ է, բայց որ մենք ուզում ենք մտնենք զինանոց, հրաման եկավ, որ թողնենք զենքերը, մի պահ հիշնենք նկուղ, որտեվ արդեն գունդն էին, հա, շատ ինտենսիվ էր այդ պահին ու ռմբակոծում էին գնդի տարածքում, արդեն ավտոպարտ էր ռմբակոծվում, այնտեղ հին ճաշարանի ուղղությամբ, եթե հիշում եմ, այդ ժամանակ մեզ հրամայեցին, որ մենք մտնենք նկուղները, որտեղ ապահով էր, նկուղներ մտնելիս էլի շատ էմոցիոնալ պահերը, ընդհանրապես մարդու մոտ հենց այդ էմոցիոնալ պահերն է, չէ, ֆիքսվում, հիշում եմ, որ ամբողջ մեր այդ նորակոչիկների գումարտակը ներքևում էր ու դե բնականաբար արդեն հասկանում ենք ինչա կատարվում այդ պայթյուններից ու բոլորի մոտ էլ բնական երևույթը վախը կար ու մի բան որ ֆիքսվել է իմ մոտ այտենց շատ էմոցիոնալ որ բոլորը աղոթում էին այդ պահին ու լսում ես տերունական աղոթքը, բայց մեկը սկզբից, մեկը վերջից, մեկը մեջտեղի այդ հատվածը ու անընդհատ այդ աղականջի տարբեր տեղերից։ Մենք վերջին դասակն ենք, որ պետքա բարձրանանք ու զենքը վերցնենք։ Բոլորը քիչ-քիչ արդեն դուրս են գալի նկուղից վերցնում ու գնում են, այսպես ասած, տեղեկայնման վայրը, որից հետո բաժանում են, թե որտեղ պետքա գնանք։ Բոլորը համարյա դուրս էին եկել, մնացել ենք մեր դասակով, ընդհանրապես այդ մեծ զենքի դասակները առանձին էին լինում, վերջի դասակը մերն էր, մենք էլ սենց իրար հետ միավորվեցինք, տերունական աղոթքը ասեցինք, ասենք ասված մեզ պահապան ու արդեն դուրս եկանք, որ զենքերը ստանանք, քանի որ վերջինն ենք, վերցրեցինք մեր հետ ինչքան հնարավոր է մեր զենքերից բացի էլի զենքեր, էլի փամփուշտներ ու դուրս եկանք, հիշում եմ, որ վերցրեցինք նաև մեր կորդը այդ ընթացքում։ Արդեն բուն մարտական խնդիրը ոնց ձեզ առաջադրվեց պաշտպանություն, որտեղ կազմակերպիցիք, ինչ խնդիրներ արդեն սկսեցիք լուծել։ Դե արդեն դուրս գալուց հետո գնում ենք տեղակայման վայր, այնտեղից մեզ ոնց որ տեղավորում են մեքենաների մեջ, արդեն բարձրացնում են դիրքեր, հենց առաջի օրվանից բարձրացել ենք դիրքեր, հիշում եմ, որ մեր վաշտի հրամանատարը այդ օրերին արձակուրդի մեջ էր, բոլորս ինչ որ սպասում ենք ինքը գար, ոնց որ ճիշտ հրամանները տար, հենց իր վաշտի ոնց որ գլխին հենց հրամանատարը լիներ, բոլորս շատ սիրում ենք մեր հրամանատարին վաշտի։ Այդպես խրամատում դասավորել էին ու ասել էին, այսպես շատ թռուցիկ ներկա պահին, որտեղ շատ լարված էր իրավիճակը, որ դիմացից սպասենք ինչ որ հարցակումի, ինչ որ անձանց սպասենք ու տեղավորել են խրամատում։ Մոտ մի քանի ժամ այդպես ուղղակի դիտարկում ենք արել, որտեվ այսպես ասած իխոտ չի եկել մեր վրա, զուտ մենք պաշտպանվել ենք սնարյադներից ու նայել ենք մեր դիմացը ինչա կատարվում։ Նորակոչիկներին հիմնականում պետք է ավելի հետել տեղակայեին, որպես պահեստային ուժ, որովհետև դուք էլ մի ամիս երկու ամսվա ծառայող եք եղել, շատ չեք էլ Միանգամից լուրջ խնդիր որտայն։ Հա, դա բնականաբար։ Հակասական է ինչքանով կստացվեր։ հենց հադրութը մինչև ամսի քանիսն եք պաշտպանել։ Եթե չեմ սխալվում, մինչև հոկտեմբերի 30-ը մենք հադրութի Տեղակայման ձեր վայրում եք։ ոչ թե տեղակայման վայրում, արդեն խրամատներում։ Հա։ Տեղակայման վայրից արդեն տեղափոխվել ենք խրամատներ, որտեղ արդեն մարտական խնդիրներ լուծում ենք, հարձակումներ ենք հետ մղում, կանգնացնում ենք ինչ-որ տեխնիկաներ, մինչև հոկտեմբերի 30-ը արդեն երկրորդական խրամատները, որ դարձել էր առաջիկից, մենք դա պահել ենք մինչև հոկտեմբերի 30-ը, որից հետո հրաման է եկել, որը թողնում ենք ու դուրս ենք գալիս։ Ինտենսիվությամբ էր, օրինակ ճշտամի իրավ գրողները կազմակերպում։ Նայեք, այդ հրետանու աշխատանքը միշտ կար, անընդհատ կար, հանգստանում էր միայն գիշերով, տեմպն էր դանդաղում, բայց հրետակոծությունը միշտ կար, մենք միշտ պաշտպանում էինք հրետանուց, բուն հարձակում, որ եղել է մարդու տեսքով ու ինչ-որ տեխնիկա փորձել են առաջ գան, որպեսզի գրավեն խրամատը, եղել է 3-4 դեպք։ Մեզ մի խրամատից տեղափոխել են մի խրամատ, առաջի խրամատում, որ եղել ենք, այնտեղ նույնիսկ գնդի հրամանատարի հետ կանգնացրել ենք 2 տանկ, մեկ զրահատեխնիկա, ճիշտ ասած տեսակը հիմա չեմ կարա հիշեմ, բայց տանկի նման Գնդի հրամանատարը ձեր հետ պաշտպանական մարտերի մեջ են։ Հա, գնդի հրամանատարը այդ օրերին մեր հետ ա եղել ու հիշում եմ, որ այդտեղից մեզ իջացրեցին այդ խրամատից,
շատ այնց լավ տարածվել էր լուրը, որ նորակոչիկները ինչ հրաշքներ են գործում ու հա, հրամանատարություն է կազմակերպել։ այնպիսի տեղ ենք եղել, որ մտածել եմ, որ անհնար է պահելը, բայց մեր ուժերով կարողացանք պահել, իհարկե հրամանատարական կազմը շատ մեծ դեր ունի, այդ նույն վայրում զոհվում է մեր հրամանատարը Ղազարյան Դավիթը, Գումարտակի հրամանատար։ գումարտակի հրամանատարն է զոհվում Ղազարյան Դավիթը, բոլորը իրան կճանաչեն կարծում եմ։ Այդ օրերին ես մի երգել էի նվիրել հենց Ղազարյան Դավիթին, որովհետև շատ տպավորված էինք այդ լուրից ու բոլորը զինվորից մինչև բարձրագույն սպա սգում էինք նրա մահը, շատ ծանր էր։ Հիշում եմ այդ ռացիայի խոսակցությունը, որ ասեցին զոհ ունենք ու դե կոդավորված խոսում էին, հարցրեցին, ավելի ճիշտ ոչ թե ասեցին զոհ ունենք, այսպես ասեցին հրեշտակ ունենք ու հարցրեցին մեծ է հրեշտակը թե չէ, ասին ամենամեծն է։ Դե բոլորս արդեն հասկացանք, որ Ղազարյան Դավիթն է զոհվել, բայց այդ 3 օրվա ընթացքում, որ ինքը մարտավար է, կռվի 3-րդ օրն է զոհվել, այնպիսի մեծ արդյունքները ցուցաբերել, որ ներկապահին Արցախի հերոսի կոչում ունի Ղազարյան Դավիթը ու իր գլխավորությամբ վստահ կարող եմ ասել, որ մեր գումարտակը շատ լուրջ խնդիրներ է լուծել ու խնդիրներ է կատարել։ Իսկ ինչ հանգամանքներում է զոհվել, հայտնի է, թե Հա, տանկի հարվածից է զոհվել, հարվածից վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին գիտակցություն տեղն է եղել, հետո մահացել է, բայց ես ինչքանով տեղեկացված եմ, իրեն հարվածած տանկի կոորդինատները ինքը ասել է ու հարվածել են այդ տանկին, այսինքն ինքը իրան խփող տանկին կոորդինատներն ասել ու վերացրել են էլի։ Իսկ արդեն հետագա օրերին մինչև նոյեմբերի 9-ը որտեղ եք եղել։ Հադրութից արդեն ուր տեղաշարժվեցիք։ Հադրութից հետո տարել են Մարտունու շրջան, արդեն գյուղերում էինք, դպրոցներում էին տեղակայում, նույնիսկ լուրեր կար, ես հիշում եմ, որ մեզ հնարավոր է արդեն էլ չտանեն ինչ-որ կռվի դաշտ, տանում են արդեն Վարդենիս, ներկայիս Հայաստանի տարածք են բերում, բայց իհարկե լուրերը կեղծ էին, այդ օրերին շատ տարածված էր այդ լուրերը, տանան մեզ Մարտունու Պարավաթումբ գյուղը, եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ դպրոցում մնացինք, հետո էլի տեղափոխեցին մեկ այլ դպրոց, Խնձրիստանի դպրոցում, այդ ժամանակ ինչ-որ խնդիրներ չէինք լուծում, ավելի շատ կարելի ասել վերականգնման փուլ էր, հանգստանում էինք, ում զենքը չէր, սարքին չէր, հանձնում էր նորն էր ստանում, իր համազգեստն էին փոխում, այսպես վերականգնման փուլ էր, բայց այդ ժամանակ նույնիսկ չգիտեինք որ մենք մտածում էինք, որ վերջ էլի, մեզ էլ եթե Հադրութը այն չկա, մեզ էլ կռվի մեջ չեն ներգրավելու, բայց հիշում եմ, որ նոյեմբերի 6-ի երեկոյան, նոյեմբերի 6 թե 5 օրերը մի քիչ հնարավոր է խառնեմ, մեզ բարձրացրեցին Շուշի ու երևի ամբողջ կռվի ընթացքում ամենածանր ու դաժան օրերը եղել է Շուշվա այդ մի քանի օրը, 2-3 օր ենք անցկացրել Շուշիում, բայց այդ 3 օրը համարժեք էր Հադրութում անցկացած ողջ այդ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ի շրջանն, այսպես ասեմ։ Իսկ Շուշիից ինչպես եք դուրս եկել։ Ինչ պաշտպանական գործունեություն եք իրականացնում հաշտամական հարձակումների տեսանկյունից։ Շուշիում մի փոքր իրավիճակը, եթե անկեղծ ասեմ, վերահսկելի չէր ու շատ խառն էր, ես որպես զինվոր անդադ ուզում էի հասկանալ, որ ուղղությամբ գրողը լինում ընդհանրապես, որ ուղղությամբ զգուշ լինենք ու չէի հասկանում, որովհետև բոլոր ուղղություններով պետք է զգուշ լինեիր։ Այդ անուշ իրավիճակից մենք Վաշտի տղաներով, ոչ բոլորս, որոշեցինք, որ պետք է գնանք մեր Վաշտի հրամանատարի մոտ, ով մեզանից շուտ քարինտակ պաշտպանության համար մեկնել էր մեկ այլ անձնակազմի հետ, դա դեռ մենք Հադրութի խրամատներում ենք, այդ ժամանակ իրան ոնց որ ուղարկել էին քարինտակը պաշտպանելու, իմացանք, որ նա Շուշիում է, որոշեցինք, որ պետք է գնանք իր մոտ, Գեղազնի Կտոնյան հրամանատարն էր, ու ամբողջ կռվի ընթացքում հիշում եմ, որ Գեղազնիկը ինձ ասում էր իր կողքը մնայ, այդպես էր ստացվել, որ իրար ոնց որ շատ ենք սիրում, ես հարգում եմ իրան, դա դեռ Հադրութի խրամատներից էր, այսպես ասեմ, այդ մտերմությունը ինչպես է սկսել, հայրս էր եկել ինձ մոտ,
կրվի օրերին թարապես ես հայրս ու մեծ եղբայրս եղել ենք Ղարաբաղում, մեծ եղբայրս եղել է տանկի նշանառու օպերատոր, Ժամկետային եղել։ հա, ինքը 19-ի 1 թե 2 պրիզիվից է եղել, 2 ոնց որ, եթե ճիշտ եմ հիշում, Ստեղում փոխել են իր մոտ ստորագրությամբ, որ մի անգամ։ չէ, ես իր մոտ չեմ գնացել, չէ, տարբերությունը 6 ամիս էր, իրան 6 ամիս էր մնում, որ ես գնայի բանակ, դրա համար չեմ, հա, այդ ժամանակ չգնացի ես իր մոտ, ինքը չեմ հիշի, Իվանյան Պոլկում ծառայում էր, մյուս անունը չեմ կամ հիշեմ, Խոջալու, հա, ավելի լավ էր հայկական օգտագործենք, Իվանյան Պոլկում էր, դե հայրս, քանի որ ես համ փոքրն եմ, համ պիխոտ էի, եկել էր իմ մոտ եւ այնպես էր ստացվել, որ հայրս մտերմացել էր գեղազնիկի հետ, ես նույնպես մտների մի երթեն գեղազնիկի հետ ու հայրս վիրավորվել է կասետային զենքի հարվածից իր ոտքի բեկորային վնասվածք է ստացել ոտքի հատվածում, պաշտպանելով ինձ եւ ընկերոջս, երբ հարվածը եղել է, այդ աղվեսափոսը ասվածը ինքը մեզ հրեց դեպի աղվեսափոսը, իսկ իր ոտքը մնաց դեպի դուրս, որտեղից բեկորը բռնեց իր ոտքը։ Երբ հայրս արդեն գնում է նրան ճանապարհում ենք արդեն ուղեկցությամբ դեպի հիվանդանոց, գեղազնիկը այսպես ենթագիտակցորեն ու արդեն ավելի հասկանալով կարծես հորս դերը վերցնի իր վրա ու ինձ ասում էր, որ իմ կողքից տեղ չգնաս, դե այնպես էր հանգամանքներ դասավորվել, որ ինքը իմ կողքից տեղ գնաց, իրան ուղարկեցին քարին տակ ու այդ ընթացքում ինքը դե շուտ էր դուրս եկել միջև Հադրութի խրամատից մեր դուրս գալը, այդ ընթացքում ոնց որ մենք իրար հետ չենք եղել, Շուշիում որ գնացիմ իրար հանդիպեցինք նորից, այդ մոտավոր 1 ամիս անցել էր, էլի որ չենք տեսել իրար, սենց գրկեցինք իրար մի քիչ կարոտած, հիշում եմ այդ տողերը, որ ասաց, «Էս ուր է, սենց ես մենակ թողե», ասացի, «Դե ես եմ մենակ թողե, պարոն կապիտան, թե դուք», ասաց, «Ես քեզնից նեղացած եմ, էլ հետը չեմ խոսում», իհարկե կատակ էր, ու էլի իր դերը ստանձնեց այդ միշտ իր կողքն էի լինում, իրան օգնում էի, այսպես ասած Շուշի մոտ 1 գիշեր ենք անցկացրել կապիտանի հետ, հիշում եմ, որ հատուկ իմ գալու համար իր աղվեսափոսը, որտեղ որ գիշերում ենք, մեծացրեցի, որ ես իր հետ գիշերեմ ու հիշում եմ, որ գիշերը ես եւ կապիտանը աղոթում ենք, որ ամեն ինչ լավ վերջանա ու գեղազնիկի խոսքերն եմ հիշում, որ մենակ Աստված կարա մեզ պահի, ճիշտը աղոթելն է։ Այդ ժամանակ էլի շատ բուրըն հրետակոծություն էր, այդ ձայներից արդեն գետագիտակցաբար ինչ-որ թեթև դողեր ընկել իմ մեջ, հիշում եմ, որ գեղազնիկը հարցրեց վախենում ես, ասի չէ, դե ինչ վախենալ, մրսում եմ, բայց դե իրականում այդ վախից էր, որ մի թեթև դողեր ընկել, իր քնապարկը, որ գցում էր իր վրա, հանեց տվեց ինձ, որպեսզի ես դրանով ծածկվեմ, այդպես լուսացրեցինք, արդեն նոյեմբերի 7-ն էր, որ նոյեմբերի 7-ին արդեն դուրս ենք եկել շատ դժվարությամբ, դες պատմեմ ինչպես ենք դուրս եկել, ընդհանուր մենք Շուշիի մասին ամեն ինչ առեղծված էին, ուրեմն ամեն պատմություն հետաքրքիր կլինի նաև դիտողների համար։ Դե իրավիճակը տեսնելով արդեն պարզ էր, որ իրավիճակը մեր ձեռքերում չէր, որտեղ շատ անկանոն էր ամեն ինչ։ Նույնիսկ ես լինելով ամենացածր օղակը, զինվոր օղակը, որ փոքր խնդիր ինձ պետք ասեն, սա ու վերջ, ես եթե չէի հասկանում ինչ պետք է անենք։ Ուղղակի պաշտպանվում ենք ու այնտեղ էլ խրամատի մեջ չենք, որ Փողոցային մարդեր։ հա, այդ ճանապարհի վրա, էլի ճանապարհից այս կողմ ինչ-որ փոքր խրամատի նման բաներ սարքած, որի մեջ մտնում ենք հուսով լինելով, որ ինչ-որ ապահով կլինենք։ Մոտ ամբողջ գումարտակը մտել է Շուշի, բայց ես դուրս եմ եկել մեր տղաների հետ մոտավոր 12 հոգով։ Ամենածանր պահը եղավ գեղազնիկի զոհվելուց հետո, որովհետև մեր ամբողջ ազնագազմի գլուխի ինքն էր, իր զոհվելուց հետո էլ ավելի տագնապը մտավ զորքի մեջ ու ամեն մեկ ինչ որ անհասկանալի բաներ էր անում։ Պատմեմ սկիզբը, որ ավելի հասկանալի լինի, այդ գիշերը, որ լուսացրեցին, նոր պատմությունը, որ պատմեմ գեղազնիկի հետ, առավոտյան, որ լույսը բացվեց, գեղազնիկը շատ լավ, ինքը զինվորական էր ու
հասկանում էր հաջորդ քայլերը ինչա լինելու։ Առավոտյան ինձ ասեց իրերը դզի ամենաանհրաժեշտ իրերը հավաքի, որովհետև իմ կանխատեսմամբ մենք այսօր նահանջ ենք անելու Շուշիից, ես այդպես եմ հասկանում, որ այդպես պետքա լինի, դե ինքը արդեն իրավիճակը ավելի լավ հասկանում էր ու ճիշտ էր հասկանում ինչա կատարվում։ Դե ես ուսապարկս եմ դասավորում, իր ուսապարկն է դասավորեցի, ամենաանհրաժեշտ իրերը վերցրեցինք ու ավելի սենց սպասողական վիճակի երբ է գեղազդիկը հրաման տալու, որ արդեն դուրս գանք։ Դե բնականաբար գեղազդիկին էլ ինչ որ մեկը պետք է հրամանատա բարձրաստիճան։ Մոտավոր ժամը 1:30-2-ի մոտերն էր, որ հրաման եկա, որ նահանջում ենք։ Հա, առավոտյան 2-ի մոտերը, մի քիչ հնարավոր ուշ։ Այդպես մարտերը վարելով դեպի իրաց կողմ կրակելով, մենք ավելի հետ քաշվեցինք, եկանք դեպի այդ Շուշի գրված այդ տրաֆարետ հայերեն ոնց է ցուցանակի մոտ։ Այդպես կրակելով հետ դառնալով բոլոր զորքերը հավաքվեցին այդ ցուցանակի մոտ ու պլանը այսպես ասած էր, որ շարժվենք դեպի Ստեփանակերտ այդ ճանապարհը ցուցանակի տակով տանում էր, չէ, կներեք, սկզբնական շրջանում բարձրանանք Շուշի։ Ցուցանակն է, մեկ ճանապարհը բարձրանում է Շուշի, մեկը տանում է Ստեփանակերտ։ Առաջին հենց պլանով գեղարդիկը հրամանել էր, որ բարձրանում ենք Շուշի։ Երբ որ բարձրացանք որոշ ճանապարհ, մեզ հանդիպակաց մեր զորքը դուրս եկավ, ասաց, որ Շուշիում էլ ահավոր իրավիճակ, չեմ կարող ասել ճիշտ է թե չէ, ասում են Շուշին արդեն իրենց ձեռքում է։ Դե հետո ցույց է տալի, որ իրականում հա ճիշտ է իրաց ձեռքում էր, որ Շուշի բարձրանալը ավելի քան վտանգավոր է, քան Ստեփանակերտ էթալը դեպի։ Դե պատկերացեք ահագին բարձացել ենք, ամբողջ զորքը որ այդքան հետ չգնա ու բան, արդեն տագնապը մտա, որ ասեցին Շուշի իրաց ձեռքում է, այդ վերևի ժայռերից բոլորը ցած ցատկում էին ներքև։ Նույնիսկ այդպես տեսարաններ, մեկի ոտքներ ջարդվում, մեկի ձեռքը ու այդպես պրոստը թռնում էին ներքև, որ այս Ստեփանակերտ գնաց ճանապարհի վրա գնանք։ Մոտավոր 4 հարկանի շենքի բարդությունից ներքև էին ցատկում։ Այդպես ես էլ ինչ որ բռնվելով, բանանելով հնարավորինս ապահով իջա որ չվնասեմ ինձ։ Այդ պահին գեղազնիկին կորցրել է այդ խարագավիճակից, որ բոլորը ինչ որ ձև ուզում էին այդ ճանապարհին դուրս գային։ Մեկ էլ բոլորի միջոցով փոխանցում էին Նարեկին ասեք թոգամոտս, Նարեկին ասեք թոգամոտս, որ զինվորներն են ասում Նարեկ նովա գնա գեղազնիկի մոտ, բան։ Գնացի ասա, աբա կողիցս տեղ չգնաս ու որ ապահով լինի։ Ճիշտ է ինքը մտածում էր բոլորի մասին, բայց ինձ ինչ որ առանձնահատուկ վերաբերմունք էր ցույց տալիս։ Իր խոսակցություններից ինքը տարբեր սպաների, տարբեր մարդկանց հետ կապի մեջ էր, ես լսեցի, որ մեզ ընդառաջ պետք է գան ինչ որ զորք, որը մեր ճանապարհը կբացի ու մեզ կուղեկցի դեպի Ստեփանակերտ։ Չգիտեմ ինչ զորք պետք է գան, բայց ենթադրում եմ հադրութի ինչ որ գումարտակը պետք է գար։ Այդպես դեռ ինչ որ մարտեր չենք վարում ու ճանապարհով պատկերացեք 300 հոգուց ավել գնում է դեպի Ստեփանակերտ։ Այդ վերջում գտնվողներն են, այն ամենավերջի մարտիկ ինչ որ կրակներ են ուղում դեպի այն ուղղությամբ, որոնք իրանք գալիս են։ Երբ գնացինք, հիշում եմ մեզ ընդառաջ մի հատ հատված կար, որտեղ այդ շտապօգնության մեքենա էր շուռ եկած, բուխանկա տեսակետ ավտոն էր շուռ եկած, այդ Շուշի ընթացքում, մարտերի ընթացքում ինչ որ վնասված մեքենաներ էին, դրանց հետևից դուրս եկան ինչ որ զինվորականներ, ու մեր համազգեստով էին, հայերեն էին խոսում։ Գեղազդիկի հետ խոսալուց իր գեղազդիկի կողմ մի հատ մոբ ծառայող անձնավորություն կար, երբ գեղազդիկը իրենց հետ շփվում էր, ասում էին, որ այն զորքն է, որ գալու է մեր ճանապարհը բացի իրանք են, բայց չափից շատ շուտ եկան, ինչ որ այտենց էտել էր հարցական ու այս մոբի զինվորականը գեղազդիկին ասում է, որ հաստատ ադրբեջանցի են, արի մի բան անենք, ու գեղազդիկը շատ էր ուզում հավատալ, որ իրանք հայերն են, ովքեր որ եկել են մեզի ընդառաջ ճանապարհը բացելու համար։ Խոսեցիք այդտեղ։ Ես անձամբ չեմ խոսացել, գեղազդիկը խոսում էր, ես լսում էի ու պատկերացեք համ քայլում են, համ խոսում են իրանց ընդառաջ, իրանք ասում են այդ զորքն են, որ եկել են մեզ օգնության, այդ ժամանակ ներքին զգացողություն ասեմ, ինչ որ հրաշք ասեմ, ես ավելի շատ վերագրում եմ հրաշք այդ ամեն ինչը, ես կանգնեցի, գեղազնիկը մոտավոր 20 անձի հետ առաջացավ իրենց։
ու իրականում մոբը ճիշտ էր ու ադրբեջանցիներ էին, ոչ թե հայեր, որոնք ենթադրում են, որ լսել էին Գեղազնիկի հեռախոսազրույցը եւ կտրել էին մեր ճանապարհը անտառի միջից դուրս էին եկել։ Այնտեղ արդեն դե պատկերացեք մարտը տեղի ունենում, հրաձգություն, իրենք տենց փոքր հրետաններ ունեին իրենց ոտքին կապած այդ մինամյոտներ էլի, մինամյոտ չեմ անում հայերեն տարբերակը, ականանետ։ Փոքրիկ ականանետներ ունեն, դրանց միջոցով էլի տենց այդ առաջին մարտիկ ովքեր որ առաջացել են, ռմբակոծում են ու այդ ամբողջ մարտիկ այդ 20 հոգին որ գնացել էր, հա, ոտքին կապում բացային թող։ հա, դե այդ ամբողջ մարտիկ իհարկե այլ մեր հայաստանը թեքեցինք մենք, իրականում հետ գնացինք, որ հասկացանք ադրբեջանցի են, իրանք բոլորը զոհվեցին։ Զոհվելուց հետո մենք հասկացանք, որ շրջափակման մեջ ենք, որովհետև արդեն Շուշիից գնդակոծում էին, մեր թողած տեղերից արդեն կրկին սնարյադներ էր գալի, իսկ անտառը հենց ի սկզբանե գիտենք, որ անտառի վերջում արդեն իրանք են, որտեղ տակից գալիս են։ Հասկացանք, որ շրջափակման մեջ ենք ու սենց գնացինք դեպի ժայռի տակ, այդ ճանապարհն է Շուշին ա վերևում, այս ժայռի տակ, որպեսզի հնարավորինս ապահով լինենք։ Մեր եղած սպայական կազմը հավաքվեց իրար գլուխ, դե տարբեր տեսակի զորքեր կային, բացի մեր գումարտակից, այնտեղ կար ոստիկանական զորքեր, կար մոբի զորքեր, տարատեսակ ինչ-որ զորքեր արդեն հավաքվել էինք միտեղ, մեր սպաներից, լեյտենանտներից կար մեր դասակիր հրամանատարներից կար, որ գնացին, այսպես ասած համախմբեցին, նույնիսկ հատուկ ջոկատային ներկային, դա լավ եմ հիշում, որոշեցին ինչ պետք է անենք, ոնց այս իրավիճակից դուրս գանք, որ մի ձև հասնենք Ստեփանակերտ։ Հիշում եմ, որ այդ հատուկ ջոկատային սպաները մի կոչումով ավելի բարձր էին ու այսպիսի մի առաջարկ արեցին, ասեցին, որ հատուկ գործողության ժամանակ դες դուրս գալու համար այսպիսի սխեմա կա, որ սկզբից փոքր խմբեր են կազմում, առաջի 3-4 խումբը որ գնում են նպատակով, որ նույնիսկ զոհվելիս ինչ-որ ճանապարհ արդեն բացած լինի, միջև այնքան խումբ գնում, որ ճանապարհը լիովին բաց են, որ գոնե վերջին խումբը այդ բացած ճանապարհով դուրս գա։ Հրամայեցին, որ խմբեր ձևավորեն ու իրանք հենց առաջի խումբն էին, որ պետք է գնային ընդառաջ։ Ինչ որ հերոսություն էր էլի, իհարկե գնում են ճանապարհ բացելու շատ լավ իմանալով, որ իրանք հնարավոր է զոհվեն։ Հա։ Այդպես երբ իրանք մտան, ասեցին ինչ պետք է մենք անենք, առաջին իրանք գնացին, արդեն խուճապը շատ էր տարածվել։ Իրանցից հետո բոլորս ես միանգամից առանց այդ խմբերի մտան անտառ։ Երբ մտան անտառ, այդ ժամանակ հասկացան, որ դիպուկահարները Շուշիից արդեն բոլորին ֆիքսում են։ Այդ առաջի փորձը անտառ մտնելու շատ անհաջող էր, որովհետև շատ մեծ զոհեր ունեցանք այդ մտնելու ժամանակ։ Նույնիսկ ես արդեն դեմքերով տենում էի դիպուկահարները ինչքան են շարված ու ինչքան են այդ ֆիքսելված, նորից ովքեր որ կարողացան հետ եկան նույն դիրքը, որտեղ որ պատասխանվել ենք։ Որոշ ժամանակ անցկացնելուց, վիրավորներին օգնելուց այդ ընթացքում նորից միակ մտածելակերպը դա էր, որ միակ ճանապարհը որ կարան գնան, դա անտառի մեջով ինչ-որ ձև այս կողմից պաշտպանվելով են, կողմից պաշտպանվել դուրս գալներ։ Մեր դասակի հրամանատարի հետ որոշեցինք, որ կոնե մեր վաշտով համախմբենք, որտեղ այդ համախմբված վիճակը կորել էր, էլի, այսպես ասած, ու մտնենք անտառ։ Դե հիմա ինչ կլինի, մտնում ենք անտառ։ Շատ մեծ դեր ուներ, իհարկե, կուզենամ իր անունը տամ, Սամվելը մեր սերժանտներից էր ու ֆերշերն էր, ինքը կապ հաստատեց գնդի բժիշկների հետ, որպեսզի հասկանա, բացատրի մենք ուր ենք ու ոնց պետք է գնանք, բացատրել այնտեղից հիշում եմ, որ Սամվելին ու մյուս սերժանտները նույնպես են, իհարկե շնորհակալ ենք նրանց, ուղղակի Սամվելի անունն եմ հիմա ներկապային հիշում։ Հիշում եմ, որ այնտեղից մեզ գնդի բժիշկները ուղղորդեցին, որ իջնենք այնքան, մինչև գետը տեսնենք, գետը հոսում է դեպի Ստեփանակերտի կողմ։ Եթե հասնենք գետ, կիմանանք, որ ուղղությամբ ենք քայլում։ Այդ իջնելու ընթացքում իհարկե այտենց հարաթյուղի պես չիջանք, հանդիպեցինք ադրբեջանական խմբի։ Երբ հանդիպեցինք ադրբեջանական խմբի, մենք մի քիչ վերևում ենք ու մի քիչ շատ ենք իրանցից։ Մի 5 հոգի հնարավոր է շատ լինենք։ Դե վրազ արդեն ակնթարթային մարտի մեջ մտանք, կրակեցինք ինչ-որ վիրավորներ, բան, փառք Աստծո, մեր կողմից ընդհանրապես վիրավորում չեղավ։ Ու հիշում եմ, որ տղերքից մի քանիսը գոռում էին, որ ոնց որ ուզում են մեր հետ խոսան։
այդ ադրբեջանցիքից ուզում եմ մեր հետ խոսան, մենք կատակով ասենք այդ ադրբեջանն ես արդեն հասկանում, բան այդ ոնց իմացար խոսմաս, բայց դե ձեռով ոտո մի երկու հոգի բացատրեմ, որ ուզում եմ խոսամ ձեր հետ։ Ու փաստորեն ճիշտ էր հասկացա, իրանցից էլի սերժանտներ կար հենց ադրբեջանական, սենց որ հետ հայացք եմ նայում, մեր բախտ այնքանով էր բերել, որ մենք ադրբեջանական մեր նման զինվորների ենք հանդիպել, ոչ թե ինչ որ բարձկանների կամ ինչ որ հատուկ ջոկատի չէինք հանդիպել։ Նրանցից երկու հոգի զենքերը դնում են գալիս են ձեռքերը պարզած, մեզանից էլ առաջանում են, իրանք էլ ասում են, որ զենքերները իջացրեք, որ վստահ կանանք խոսանք։ Իրականում իրանք մենակ ադրբեջաներն էին հասկանում, որտեղ իրանց հետ խոսել են եւ անգլերեն, եւ ռուսերեն, եւ հայերեն, ու տենց ավելի շատ միմիկաներով, այդ ընդհանուր բառերով հասկացանք, ասում են իրանք մենք մեզի հրամանել են բարձրան Շուշի, դուք էլ ուզում եք Շուշիից դուրս գաք։ Եկեք իրար չխփենք, ճանապարհ բացենք, մենք գնանք, դուք եք գնացեք։ Համաձայնվում ենք, բայց իհարկե այդ կրակելու ընթացքում իրանց սպան վիրավորվել էր, ընկել էր մեր ու իրանց մեջտեղը։ Այդ խոսակցության ընթացքում որ արդեն համարյա պարզ էր ինչա կատարվում, ինչ են ուզում, մեր տղաներից մեկը սպային կրակեց, դե որ կրակեց իրանք էս սկսեցին կրակել, էլի մարտի մեջ մտանք, բոլորս ֆրացինք, ասեցինք խես կրակում, էլի հազիվ ինչ որ համաձայնության ենք եկել, բայց իրական ճիշտ էր անում, որովհետև սպան ուզում էր նռնակ քաշեր ու իր ձեռքում նռնակ կար ու ինքը կոպիտ ասած որ նա փրկեց բոլորիս, էլի այդ կրակելով։ Դե արդեն մարտի մեջ մտած իրար վրա էլի կրակելով այնպես էր ստացվում հրաշքով մեզանից ոչ մի զոհ չեղավ, այդ թեթև վիրավորներ ունեցանք, այսպես տեղերով փոխվեցինք։ Իրանք բարձացան մեր տեղը, մենք իրանց տեղը։ Հենց բարձացան, ոնց որ երկուսս հետ փոխվեցինք իրանցից ու գնացինք։ Գնացինք այնտեղ էլի տեսանք խմբեր, հնարավորինս փորձեցինք նրանց թիկունքով անձայն անցանք այնքան, որ հասանք գետին։ Հիշում եմ, որ նույնիսկ այնքան ծարավենք, որ գետի ջուրը տենց լավ խմեցինք։ Ու երևի շատ կեղտոտ էր այդ ջուրը, բայց տես խմեցինք ու շատ դժվար էր։ Հա, առանց ֆիլտրացիայի իսկականից։ Ու արդեն 9-ի դրությամբ, որ հատվածում եք գտնվում։ 9 դրությամբ մենք արդեն եղել ենք այն դպրոցում, մենք գնացինք Ստեփանակերտ այդտեղից, հետո տեղափոխեցին նորից այնտեղ, որտեղից որ սկսել ենք մինչև Շուշի գնալը։ Մարտունու շրջան, Խնձորիստան այդ գյուղում։ Դե վիրավորներ կային մեր հետ շատ ծանր էր իրաց տեղափոխելը, հա, երբ որ հասանք մեր այդ Ստեփանակերտի այդ սահմանը, որ պետք է անցնենք, այնտեղ արդեն խրամատներ կար, այդ պահնել են շատ հետաքրքիր, որ տեղերքին տեսանք, մեզ արդեն որ մենք կապով ենք Սամվելը կապովա բժիշկների հետ, մեզ ասում են, էլի մեր դեմի ինչա դուրս գալու, ինչ են ասել։ Տեղեկացրել են այդ սահման պահող տեղերքին, որ մենք պետք է իրանց ընթരാճ գանք, մեզի թողեն, որ անցնենք։ Դե բնականաբար համենք արդեն վախեցած ենք իրանք արդյոք հայ են թե չէ։ Հրաձգություն։ Հա, իրանք էլ դե շատ, չէ, հրաձգություն չի սկսել իրականում, բայց հեսա կնկարագրեմ ինչ եղել։ Իրանք էլ դե վախեցած են, մենք ենք հայ թե չէ բնականաբար։ Ու երբ գնացինք, ասեցինք հայ ենք, բան չկրակեցին իհարկե, բայց բոլորը իջան, մեզի շրջափակեցին, մեր խմբին շրջափակեցին ու բոլորը ամեն մեկից խոսցնում էր, թե հնարավորինս ինձ հարցեր տար, որ հասկանար։ Հիշում եմ, որ ամեն մեկը գտնում էր իր այդ համագյուղացուն զեմլյակներին գտնում էր, խոսցնում էր ինձ տեղեկություններ հարցնում։ Վզներից խաշտերն էինք ցույց տալի, հայրերն էինք բարձր ասում, որ հավատային, որ մենք քրիստոնյա ենք, ընդհանրապես հայ ենք։ Բայց մենք էլ նույն ժամանակ չենք հավատում, որ իրանք են հայ, որովհետև արդեն դառը փորձ ունենք։ Հիմա իրանք արդեն համոզվել են, մեզ ճանապարհ են տալի, բայց մենք տենց շատ վախենալով։ Հա, հիմա մենք շատ վախենալով, բայց դե միակ հույսն է, սենց դիքտեղ էլի պետքա բարձրանանք։ Սենց վախենալով բարձրանում ենք, միակ հույս տվող բանը, որ ես այդ պահին տենում էի, որ հավատում էի հայ կլեն, այդ բյուրեղի շշերն էր։ Դե իրանց այդ ուտելիքները բանը շատ են գնում աշկով, լրիվ իրաց թուրքական անուններով, բան հաղթելու ենք շշերը, բան բյուրեղի շշերը, լրիվ մեր ուտելիքներն է, մեր ջրերն է, ասում եմ դե Հա, պիտի որ մերոնք լեն, էլի։ Ու տես բարձանում ենք վերև արդեն վիրավորներին տալիս ենք, մեզի սպասում են վերևում, վիրավորներին տալիս ենք շտապօգնության այդ մեքենային տանում են ու մենք քայլում ենք կրկին մինչև Ստեփանակերտ։ Հենց տեղն ոնց որ արդեն բում բանը վերջացավ էլի ձեր ճանապարհը մարտական։ Հա, կարելի ասել հենց բում ճանապարհը վերջացավ, արդեն մյուս օրերին հետ մարտական շրջաներ կազմավորման, հետո միջև նորից դարձանք ինչ որ ստորաբաժանում։ 9-10 հատվածում որ արդեն ստորագրվեց ինչ
Հա, շատ հետաքրքիր էր այդ օրերը, դե պատկերացրեք ինչ հոգեվիճակում ենք բոլորս, ինչ որ շատ լարված, նույնիսկ գիշերը չենք կարողանում քնենք։ Մեր հետ այդ գումարտակի տղաները, որ դպրոցում մնացել էին, մեր հետ չէին եկել Շուշի, իրանց հետ ենք պատմում ենք, ինչ ենք տեսել ոգևորված բան։ Դե իրանք էլ հասկացել էին, մեր հետ շատ էին ժամանակ անցկացնում, որ մի քիչ ավելի ապահով զգանք մեզ։ Հիշում եմ այդ օրերին, որ շատ ուժեղ սնարյադներ գնում էր դեպի Շուշիի մոտ, հեռահար սնարյադներ, որտեղ ես տենում էի էլի ոնց էր գնում։ Ու դե հասկանում ենք, որ արդեն Շուշին մերը չի, բայց այդ որ գնում էր սնարյադները, այնց հույս էր տալի, որ կարա էլի մերը լինի։ Ու ամսի 8-ի գիշերը որ քնեցինք, թե 9-ի գիշերն է, 9-ի, հա, 9-ի գիշերը որ քնեցինք, մեր զինվորներից մեկը, ով գիշերը հերթափոխ կան, հա, եկավ տենց շատ ուրախ դուրս բացեց, ինքն էլ Ռուսաստանի հայ էր, կիսա ռուսերեն, կիսա հայերեն, կռիվը պրծերը բան սենց ակցենտով, դե տենց հրադադարներ ամբողջ կռվի ընթացքում 3-4 անգամ եղել է, ով էր հավատում կռիվ պրծելը, մենք իրենք հավերժ կռիվ ալնելու, չհավատացինք, ասինք հա Յուրի ջան, եղավ քո ասածն է, նորից պարկան քնեցինք, էլի լուրջ չընդունեցինք, բացարձակ որ կարող առավոտ արտացանք դպրոցում տարբեր ստորաբաժաններ գնդից ինչ-որ շատ աժոտաժ անսովոր էր, բոլորը իրար էին շնորհավորում կռիվ պրծել է բան, բայց մեկը չի հավատում, ես անձամբ չի հավատում, մինչև որ որոշեցի զանգեմ տանեցիներին, դե զանգեցին, տանից որ հաստատեցին, այդ վաղտ համ ուրախության զգացողություն էր, համ շատ տխրել ենք, ուրախ ենք, որ ողջ ենք, առողջ ենք, մենք փրկվեցինք այսպես ասած, բայց բոլորիս աչքի առաջ էր թե Ադրուտը, թե Շուշի, թե սիրուն տեսարանները, որ ես նկարագրում էի, ու թե մեր ընկերները, որ ափսոս, որ այս օրը չապրեցին էլի մեր հետ։ Իսկ արդեն այս ամբողջ փորձը կուտակած ինչ գաղափար կամ ինչ միտք կաս փոխանցես օրինակ ապագայում նույն իրավիճակում հայտնվող մեր սերունդներին կամ Ամեն մարդկանց ովքեր կգնան բանակար հասարակ։ Երևի ամենամեծ դասը, որ կռիվը ընդհանրապես տվել է ինձ, ընդհանրապես ես համարում եմ, որ պատերազմը իր բոլոր բացասական կողմերով ունի մի կողմ, որ մեծ դպրոց է ու մարդը անցնելով դրա միջով շատ գաղափարներ է ձեռք բերում, որ հնարավոր է տարիներ ապրի ու ընդհանրապես այդ գաղափարները չձեռք բերի ու այն ամենալավ գաղափարը, որ ինձ օգնում է հիմա, որ ձեռք եմ բերել, դա լավատեսությունն է ու ամենադժվար իրավիճակում միշտ հույս ունենալ, որ լավ կլինի, որը բոլոր կյանքի փորձություններում դա կլինի կռիվ, կլինի ինչ-որ թեթև կոնֆլիկտ կյանքում, լավատեսությունը հաստատ լուծումն է ու բոլոր այն զինվորները, ովքեր որ գնում են ծառայության ու ընդհանրապես բոլոր մեր հայ ազգին խնդրած եւ այսպես պահանջած կլինեմ, որ լավատես լինեն, որտեվ եթե մենք իհարկե ոչ նենց անիմաստ լավատես էլի գտնեն ողջամտության սահմաններում իհարկե գտնեն ամենադրականը ու կենտրոնանան դրականի վրա։ Օրինակ իմ օրինակով ես Շուշիում օրինակ որ շրջափակման մեջ էի, անկեղծ եմ ասում, մի գրամ ընդհանրապես չեմ մտածել, որ ես կմնամ ստե։ Ես միշտ մտածել եմ ոչինչ, լարված իրավիճակ է, հեսա մի բան կանենք, այս լարված իրավիճակից դուրս գանք ու ես ամբողջ կռվի ընթացքում վստահ եմ եղել, որ ես ողջ առողջ տուն եմ հասնելու։ Մեր գողը շատ էր լինում, հաստատ դուք էլ կռվի մասնակից եք, որ նամակներ էին գրում, որ զոհվելուց հետո այս նամակը կփոխանցեք տանեցիներին, ծնողներին, այդպիսի դեպքեր շատ էր լինում մոտ։ Իրականում մտքովս է չի անցել այդպիսի ինչ-որ նամակ գրեմ ու ինձ ճակերտերում ասած նախապատրաստեմ զոհվելուն ու ընդհակառակը ես որ գրել եմ երգեր, գրել եմ բանաստեղծություններ կռվի ընթացքում բոլորը եղել է հենց լավատեսության ու ուժ ու կորով տալու մասին, որ ամեն ինչ լավ ալնելու ու սրանով ամեն ինչ չի վերջանում։ Ու հիմա էլ այդ եմ հորդորում ու մաղթում մեր հայ ազգին, որ լինենք լավատես ու դրականը տեսնենք։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կուզենայի մեջ վերել Գարեգին Նժդեի խոսքերից։ Կուզեի, ով դու հայ երիտասարդ, յուրացնել ինքնաճանաչումը որպես հաղթանակի եւ ուժի ամենակարճ եւ ամենաստույգ ճանապարհը։